Եվրոմեդիա 24-ը շարունակում է իր աշխատանքը տաղավարում եւ այսօր հյուրընկալել ենք Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանին, բարև ձեզ պարոն Ստեփանյան, շնորհակալ եմ չմերժելու եւ հյուրընկալվելու համար եւ սկսենք այն թեմայից, որ 30 դիմակավորված անձինք ներխուժել էին Գյումրու Շիրակի թեմի առաջնորդարան, այնուհետեւ ամբողջ գործողությունները իրականացան Մայրաթոռում, մենք ականատես եղանք ուժայինների անչափելի քանակի եւ նրանք փնտրում էին մեր հեռուստադիտողի համար նշեմ Միքայել Սրբազանին այդ օրը կարծես թե ամեն բան գլխիվայր շրջվել էր եւ իրադարձությունները շատ անսպասելի զարգացան խնդրում եմ այս ամենի մասին ձեր մեկնաբանությունը որպես ականատես Էջմիածնի քաղաքում Վեհարանի տարածքում ես որպես ականատես հիշեցնեմ ձեզ որ 30 դիմակավորված անձիկ ներսում են բայց 3000 ոստիկաններ որոնք որ պահում են ժամանակավոր իշխանության թիկունքը Էջմիածին քաղաքում տարբեր փողոցներում ավտոբուսների մեջ սպասում էին հրահանգի այս ամենը ել ավելի վառ արտահայտվեց Թուրքիա կատարած այցից հետո երբ որ ժամանակավոր իշխանության ղեկավարը կառավարության ղեկավարը հրահանգ ստացավ այդ Թուրքիայից որ պետք է գրոհեն եկեղեցու դեմ մեր արժեքները ոտնահարեն քրիստոնեության դեմ քանի որ առաջի քրիստոնեություն ընդունած ազգի Վեհարանի դեմ Էջմիածնի դեմ արդեն ոստիկանությունով են գրոհել դարեր շարունակ մեր թշնամիները տենց ոտնձգություն չէին արել որոնց որ արեցին սրանք միանք իրենց նպատակը եւ իրենց արժեվ դրած խնդիրը այնա որ պետք է կոտրեն հավատքը քրիստոնեությունը եւ եկեղեցու հանդեպ ոտնձգություն են անելու արդեն այդ մի կայացած կառույցն վերջնական փոշիացնեն ոնց որ տարբեր մեր կառույցներ բանակից սկսած միջև ուժային կառույցներ ոտնահարեցին եւ սարքեցին այսպես ասած իրենց ճուն կհաջողվի բայց նման բաներ իհարկե ոչ այս ամենը բացի ձեր նշածների ինչ կարող է նշանակել միգուցե Փաշինյանը 2026 թվականի ընտրություններից առաջ փորձում է դաշտը մաքրել կամ մեսիջ հասցնել Մայրաթոռին որ հաջորդը կարող է նույն կերպ լինել կաթողիկոսը ինչ եք կարծում Միջև դաշտը մաքրելը թող ձեր նշած անձնավորությունը դուրս գա մի հատ փողոցներ այդ նույն հեծանիվով իր շփվի քաղաքացիներ տեսնի ինչ են մտածում իրենց ու իրենց ղեկավարության ու իրենց կառավարության հասցեին իսկ ինչ վերաբերում է 26 թվականի ընտրություններին ինչի եկեղեցին ինչ էր անելու եկեղեցին էր մասնակցել այդ ընտրություններին ոչ դա հերթական Թուրքիա այցելած առաջադրանքն է իրենց մեծ եղբոր կողմից որ պետք է միակ մնացած կառույցը այսպես ներողություն հերն անիծեն որը որ չի ստացվել ոչ իրենց մոտ ոչ իրենց տերերի մոտ բայց ինչ եք կարծում արդյոք հաջողվեց Փաշինյանին առաջադրանքը ըստ արժանվույն կատարել թե ոչ իրենք իրենց արժև դրած այդ մեծ ցանկություն ու առաջադրանքը որ պետք է մտնեին Վեհարանի տարածք եւ Սրբազանին Միքայել Աչապանյանին ինչ այս իրենց ասած լեզվով ոնց որ մնացածներն են անում քաշտային եւ գործուններով այսպես ձերբակալելով տանը ինչ ստացվեց հակազդեցություն տեսան քաղաքացիները շատ-շատերը այնտեղ ներկա են որոնք որ դեր իրենց համարում են իրական հայեր եւ քրիստոնյա եւ եկեղեցու հետևորդներ հայ առաքելական տեսան որ չի ստացվելու սա ուրիշ տեղ է տանելու եւ ես ձեզ ասեմ հենց նույն ոստիկանության մեջ նույն ԱԱՑ-ի մեջ շատ կային քաղաքացիներ շատ ծառայողներ որոնք որ չէին կարողանում իրենց աչքերը նորմալ բացել եւ իրենց առաջ դրած այդ խայտարակ առաջադրանքը անել շատերը թողնում ու գնում էին բայց իրենց դա ձեռնտու չի ասել ես ասեմ ինչպես եւ շատ ոստիկանության ու իրավապահ համակարգի աշխատողներ այնտեղ էլ նույնպես շատերը չենթարկվեցին իրենց հրամաններին այդ իսկ պատճառով նրանք գնացին իսկ ինչ վերաբերում է իրենց ֆեյք հայտարարությանը որ չէին ուզում ընդհարումներ լիներ ինչ որ պրոցեսներից զերծ մնալու համար հետ քաշվեցին նման բան չկա ուղղակի կային մարդիկ որոնք պատրաստ չէին գնալ այդ իրենց խայտարակ որոշումներ իրագործելու ճանապարհով Միքայել arczepiskopos Աջապահյանը 2 ամսով կալանավորվեց, նրանից առաջ կալանավորվել էր եւս 2 ամսով Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Կա կարծիք, որ Միքայել Սրբազանը իր
կամոք չի գնացել, այլ նրան համոզել են, որպեսզի իրավապահների հետ գնա։ Որպես ականատես դուք ինչ կարող եք ասել, արդյոք դա այդպես է թե ոչ։ Որպես ականատես վեհարանի տարածքում շատ քաղաքացիներ իրենց վրդովմունքն էին հայտնում այդ առիթով, որ ինչի եք այսպես չակերտների մեջ ասած նորից հանձնում Սրբազանին չգործած ինչ արել, որ տանում ենք նորից հանձնեք այդ իրավապահների ձեռքերին, Փաշինյանի իրավապահների ձեռքերում, այո, շատ մարդիկ վրդովված էին եւ պատրաստ չէին։ Ես նույնպես չեմ հասկանում, թե այդ process-ը ոնց եղավ, էլի ինչ ուժեր մտան, էլի իրանց ներողություն խաղերը խաղացին, Սրբազանը ինչ էր ասել, ինչ ասել էր Սրբազանը 21 մի քանի տարի առաջ 21 թվականին էր, չէ՞ ասել, բայց այն ժամանակ ինչ չէի կանում։ Ինչն է եղել, ինչ ում պլանը խառնեց էլի Սրբազանը, ում դեմ էլի խոսած, ինչ process-ներ էր երրում էլի ես իրենց գզվրտոցներով, որ այդ մարդուն ինչի տարակ հանձնեցիք։ Այդ մարդը ոչ մի բան չէր արել։ Եկել էր նստել էր այնտեղ, քաղաքացիներն էլ իր կողքը կանգնել, չէին ուզում, որ ինքը գնար հանձնվեր այս իշխանության իրավապահներին։ Ով արեց, ինչ արեց, ժամանակի ընթացքում բոլորն էլ խոսելու են դրա մասին ու ժամանակը գալիս է, շատ բաներ արդեն պետք է խոսացի, որ այս ժողովրդի իմանան ով է։ Այսինքն ստացվում է, որ իր կամոք չի գնացել Սրբազանի իրավապահների հետ։ Ես այտենց կանխատեսում եմ ունում։ Իսկ այս ամենը տեսնելով ի վերջո մայրաթորը ինչ հետևություններ եւ ինչ քայլեր պետք է ձեռնարկի։ Ես արդեն երկար ժամանակ հայտարարում եմ եւ տարբեր լրատվականներում հարցազրույցներում, որ այս մարդիկ կանգ չեն առնելու ոչ մի բանի առաջ։ Իրեն կարմիր գծերը հատել են ամեն տեղ, ամեն պարագայում։ Հայաստանի Հանրապետությունը դրված է զոհասեղանի վրա, ոնց որ զոհեցին, զոհաբերեցին Արցախի Հանրապետությունը, նույնն էլ Հայաստանի հետ ալնելու, իսկ եկեղեցու գնալու են միջև վերջ։ Իրանց դրած առաջադրանքը իրանք պետք է կատարեն, իրանք վախենում են իրանց տերերից, որ հանգարց նրանց զայրույթին չարժանանան։ Այնպես որ կանգ չեն առնելու ու ստեղ մնում է արդեն ժողովրդի մեր հայրենակիցների, քրիստոնյաների այսպես ասած կանգնեն եկեղեցու կողքին, կանգնեն եկեղեցականների կողքին ու միանշանակ վեհապարի կողքին։ Պարոն Ստեփանյան, քաղաքային թեմաներին եւս անդրադառնանք, այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Աբինյանը հայտարարեց, որ տրանսպորտում այլևս չվճարել չի ստացվի, քանի որ վաղը ազգային ժողով օրենսդրություն է մտնելու, որ չվճարողներին տուգանելու են։ Խնդրում եմ այս մասին մի փոքր մանրամասներ հայտնել, արդյոք կհաջողվի տուգանել քաղաքացիներին եւ ինչ ձևով է այդ ամենը ըստ ձեզ լինելու։ Բայց ձեր նույն նշած անձնավորությունը Աբինյանը մի անցած ամսվա ավական վերջականիստի ժամանակ ասում էր քաղաքացիները ուրախ, զվարթ, բոլորը վճարում են, բոլորը համաձայն են մեր հետ այս բարեփոխումների հետ։ Աբինյանն էլ արդեն խառնվ է խճճվել, այնքան է սուտ խոսացել քաղաքացիների հետ կապված տարբեր հարցերում, որ ինքն էլ չի իմացել։ Դե հիմա թող կողմնորոշվի Աբինյանը վճարում են թե չեն վճարում։ Եթե իրենց ասած բոլորն են վճարում, այս օրենքը ինչի համար է։ Իսկ եթե չեն վճարում, լավ են անում։ Սիրելի ժողովուրդ, ինչ օրենք էլ ուզենան ընդունեն, ցանկանան ընդունեն, չի ստացվելու։ Դուք շարունակեք, ոնց կա, հենց այս պահին էլ ավելի պետք է։ Հիմա ձեզ արդեն այն որ ուլտիմատում են դնում քաղաքացիներ, այն ով որ բոյկոտում չի վճարում, որ շատ մեծ տոկոս է, իրանք դա լավ գիտեն, դրա համար այս օրենքն են ընդունում, էլ ավելի պետք է իրենց հակազդել ու ընդհանրապես չվճարել, որտեղ այս մարդիկ խելքի չեն գալի։ Իսկ ինչ վերաբերում ազգային ժողովում կընդունեն այդ օրենքը թե չեն ընդունում, միանշանակ ընդունելու են, քանի որ այս եկեղեցու դեմ արշավին բոլորն էին միացել այդ օրը, բացի իմ ուշադրությունը չէր շեղվել, որ առավոտյան դեռ չէր միացել Աբինյան Տիգրանը, իսկ երեկոյան այդ նույն օրը տեղի ունեցավ ՔՊ-ի վարչության նիստ, որտեղ Տիգրան Աբինյանին հանձնարարեցին, որ դու պետք է արտահայտես քո միտքը եւ պետք է դատապարտես։ Հիմա այս մարդը դատապարտեց, արդեն միացավ, ասենց ամբողջական դարավ իրենց թմի հետ նույն գծի մեջ եւ դրան բոնուս Տիգրան Աբինյանին շնորհեն վաղը իր բերած օրենքին կտան դրական եզրականություն։ Վաղը քննարկմանը դե մեկ շաբաթվա մեջ է, ես նստաշրջանը ինչքան է տևելու ազգային ժողովի, դա իր պլյուսն է, իր նվեր են անելու իրան, որ քաղաքացիներին, բայց սիրելի երևանցիներ ու հայրենակիցներ, այս մարդիկ չեն կանգ առնելու ոչ մի բանի առաջ։ Ձեզնից բուռ են հանելու 23 թվականը իրենք դեռ չեն կարող մարսեն։ Այդ ձայն չստացած։ Իրանք փոքրամասնության իշխանություններն են, հիմա տանելու են այդ օրենքը ընդունեն ու հետաքրքիրն է, որ օրական 800 շարժակազմա դուրս գալի քաղաք։ Այդ 800 հսկիչներ են ընդունելու
Փաստորեն ժողովրդից հավաքած գումարները իրանք տալու են հսկիչներ ընդունեն, որ այդ հսկիչները տուգանը ժողովրդին։ Հիմա ինչ է ստացվում, ժողովուրդը տուգանքի մատերիալ է, դա արդեն անեգբա ու վերջնական հաստատված փաստ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ՔՊ-ի համար տուգանքի մատերիալ են։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին միայն պետք է աշխատի, որ կարողանա ՔՊ-ի ախորժակը փակի։ Հիմա վաղը թոտանեն, կընդունեն, տեսնենք այդ ոնց են անելու։ Ժողովուրդ ինչքան լռեցիք ու հանդուրժեցիք, եկանք հասանք այսօրվան։ Մենք ձեզ ասում էինք՝ մի վճարեք, ընդհանրապես էլ մի վճարեք ու մի ինչքան նստում եք, ձեր սոցիալական ցանցերում, ձեր բողոքն եք արտահայտում, ոչ մի բան չի լինելու։ Չի ստացվելու։ Այս մարդիկ գնալու են միջև վերջ։ Իրանց համար փողից ու գումարից ենկոմ ոչ մի բան չկա առավել։ Եթե չեմ սխալվում, տրանսպորտի ուղևորների թանկացման ժամկետը մոտ 4 անգամ հետաձգվեց, այնուհետև ոչ իրենց նշած ժամանակին թանկացավ տրանսպորտի ուղևորցի գինը։ Սա չի նշանակում, որ հնարավոր է այս ամենն էլ ձախողեն։ Հիմա այս ստի ու կեղծիքի կայսրության հեղինակները 4 անգամ հետաձգեցին, քանի որ տեսան ինչ հակազդեցություն կա քաղաքացիների կողմից 300 դրամ է, ինչ է, արդեն Ավինյան, այդ Ավինյանի ստերի շարքն է, 300 դրամ չմուծեք, չեն կարողանալու մանկապարտեզներ, դպրոցներ վերանորոգել, հետո հասկացանք, չէ, իրանք հասկացան, որ քաղաքացիները իրենց թարսապտակ են տալի եւ մերժում են, հավաքվեցին իրենց 10 տղա բուլով ՔՊ-ի խմբակով, ասեցին 150 դարձնենք։ 150 էլ դարձեցինք, հիմա 150-ը չեն վճարում։ Ինչի չեն վճարում, դրանից սկսեք։ Դուք խափել եք, ասել եք բարեփոխված տրանսպորտն է լինելու, սմարթ կանգառներ է լինելու, կանգառներում ցուցակներ է լինելու, որտեղ դուք տեսնելու եք ժամով, րոպեով երբ է գալի կանգառնել։ Մի հատ դուրս եկեք ձեր մեքենաներից դուրս եկեք, որ կյանքում չեք էլ ունեցել դուք մեքենա։ Դուք եկել եք նոր ստեղ Երևանցիների գումարներով արդեն առել եք ձեր այդ էլեկտրական Mercedes-ներն ու ID-ները։ Դուրս եկեք, մի հատ գնացեք կանգառները, դա անգամ հիմա ոչ դասապրոցես կա, ուսանողներն է տանեն։ Մի հատ գնացեք առավոտ 8-ին, երեկոյին 18:00-ին, մի հատ գնացեք, տեսեք ինչ է կատարվում։ Մարդիկ իրար շալակած ժամերով սպասում են, տրանսպորտ չկա, կանգար գոյություն չունի, այս արևին, շոքին, իրանք էլ պլյուս արեցին, այդ ծառերը ասես քոքերից կտրեցին, այդ ոչ ծառ կա, ոչ կարող են դրա տակ կանգնեն, սպասեն, ոչ մի բան չկա, դրա դեմից խեք փող ուզում ես մարդկանցից։ Ինչ է կա շատ փող ուզում։ Դուք միլիարդավոր դրամներով գույքարկու ես իմ աղբանության գումարներ եք հավաքում։ Տվեք, թող դեն մնա 100 դրամ, չէ, դուք շատ փող եք ուզում, ուրիշ ոչ մի բան, դուք չեք կարող կառավարեք։ Սրանք 9%-ի չափ կառավարող իշխանություն է։ Երևանն էլ 9%-ի չափ են կարող կառավարեն։ Մի տրանսպորտը կգա, չի գա, թող սպասեն։ Հիմա էլի քաղաքացիները լռում են, ասում են լավ ներողություն թքեմ ես իրանց վրա, այսինչ օրն են մեզ դրե ջանդամին է բառացի, ոնց ասում են քաղաքացիները մեզ կանգառնում։ Այս մարդիկ ասում են դե լավ մի քիչ մեզի կհայհոյեն, կպրստի կգնա, էլ ինչ ա եղել, կարևորը գումարը շատ լինի։ Եվ դա է դարձել պատճառը, որ երթևեկության մեջ փոփոխություններ արեցին եւ հիմա տրանսպորտային միջոցները քաղաքապետարանի մոտով պտտվելով են գնում եւ Ամիրյան փողոցով դուրս գալիս այլ փողոց։ Քանի որ դա էլ առաջացրել է շատերի քաղաքացիների զայրույթը։ Իրանց ցանկացած բարեփոխում դուք տեսեք չբարեփոխում, չարի փոխում է ինքը։ Երևանի քաղաքապետարանի դիմաց ես մի հատ չգիտեմ որ խելացին է մտածել ինչ անի, վերևը նայում ես ցույց է տալիս որ պետք է ձախ չգնալ արդեն, ասֆալտին այդ գծանմուշը թողել են, իսկ երեկվա մեջ 3 պատահար է եղել ու շատ ցավոտ պատահարներ։ Իսկ այսօր գործակարգավարականի ժամանակ խելացի Ավինյանը ասեց ինչ է երեք կատարվել, չէ։ Չեն խոսում, իրանք գիտեն մի բան, իրանք որդեգրել են մի բան։ Ինչ վատ բան անենք երևանցիների կամ ընդհանուր մեր Երևանի համար, մի քանի օր են այս քաղաքացիները մեզ խոսալու, մեզ կշտամբելու, հայհոյելու, անցնի գնա մոռանալու են։ Այդքան բան։ Իրանք այդպես են առաջնորդվում։ Չնայած նրան, որ քաղաքապետարանը չի կարողանում հավուր պատշաճի կազմակերպել երթևեկությունը Երևանյան փողոցներում, արդեն այսօր Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մետրոյի Աջափնյակ կայարանի նախագիծն արդեն կա։ Իրատեսական է դա թե ոչ։ Սուտ է խոսում։ Հանգիստ ասում, սուտ է խոսում։ Ես ուզում եք իմ հերոսը իմ մոտ չի, ես ցույց տամ, որ
Հերթական նիստի ժամանակ, ասենց նստած Ավինյանը դեմքով ասում է ինքը իր չինովնիկն են, ասում է մենք փոսալցում չենք կարողանալու անենք, մենք ուր է որ կարողանանք Աջափնյակի մետրոն կառուցել, դուք իրանց հավատում եք։ Եթե մարդը չի կարողանում մի անգամ այդ փոսալցումն անի, գոնե մի քանի ամիս նորմալ կարողանան երթևեկել։ Այդ չի կարողանում, ոչ լսում են իրան, ոչ ինքը տեղում է, ոչ ինքը կարողանալու է, ինքը Երևանի կառավարումը գցել է իր ոտին, ինքը լավ գիտի դա։ Ու ընդհանուր ԿՊ-ն իր հանրապետություն կոալիցիոն գործընկերոջ հետ ինչ մետրո ուղղակի մի տարուց քիչ է մնացել ընտրություններին համապետական հիմա մետրո կկառուցեն էստակադաներ կկառուցեն քաղաքի ճանապարհները գծանմուշներ այս ամեն ինչ խոսք են տալու երևանցի որ իրանց լսի միջև ընտրություններ մյուս տարի 26 թվականի հունիսին երևանցի կարող է լսի իրանց ասես մենք այս ոչ քաղաքում ենք ապրում քաղաքը փոշու կեղտի տրանսպորտը խայտարակ վիճակում, փոսալցումներ, գծանմուշներ, ոչ մի բան գոյություն չունի, միակ գոյություն ուներ կանաչ ծառերը, որ թթվածին կարող մեր քաղաքացիները քայլում էին այդ ծառերի տակով, այդ էլ ավիրեցին։ Բեր այդ ընկել են իրանց, չգիտեմ, ես ասել եմ, այդ իրանց դեմքն է այդ սակուրաները, այդ սակուրաները տնկել են, գնացեք նայեք, այդ սակուրաների մեծամասնությունը չորացել է։ Կարևորը փող կար մեջը, բերելու ժամանակ, այդ տենդերի հայտարարելու ժամանակ նորմալ փող կար։ Հնարավոր է, որ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ տրանսպորտի գինը իջեցնեն կրկին 100 դրամ, որպեսզի շահեն քաղաքացիների սիրտը, այսպես ասենք։ Իրենցից ամեն ինչ սպասելու է, բայց ինչ էլ անել են չեն հավատում։ Իրանք ընկել են իրենց ծուղակը, այնքան են խափե, հենց սկզբից ստով եկել են, հրապարակում կանգնած, չէ՞, տեսախցիկներ, կամերաներ, արագաչափեր ինչ կար հանում էին բանկային տոկոսներ, քաղաքացիները լավ են ապրելու, խնդիր չլինելու, խափելով եկել են մինչև հիմա։ Հիմա նորից պիտի խափեն։ Այս մարդիկ մահու կռիվ են տալու, իրենց համար դա ալնելու են ճակատամարտ են տալու, ինչով կարողանան իշխանություն պահել, որովհետև այնքան արարքներ են արել, այնքան վատ արարքներ են արել, այնքան խայտարակություններ են արել, Հայաստանի Հանրապետությունը տարեհասցրել են մի հատ անդունդի եզրին, իսկ Երևանի առումով ինչ ուզում է թող խափեն չի լինելու։ Այն անգամ 23 թվականին 9% հավաքած ԿՊ-ն այս անգամ Երևանում խայտարակ ձախողում է ունենալու ու երևանցին ձայն չի տալու։ Միայն երևանցուն պետք է մենք համոզենք, երևանցու հետ խոսենք, որ տանից դուրս գա ընտրության։ Ինչպես եւ Գյումրիում քաղաքական ապտակ տվեց, բոլորը դուրս եկան իրենց տներից եւ եկան մասնակցեցին ընտրություններին։ Մի թողեք ժողովուրդ ջան, ձեր ձայնը օգտագործեն։ Դուրս եկեք։ Իսկ սրանից հետո սպասում է վաղ շաբաթում էջմիածնում ընտրություններ, արտահերթ ավականու ընտրություններ։ Բոլորս պետք է էջմիածնեցիներին խնդրենք, որ դուրս գան, անպայման մասնակցեն ընտրություններին եւ ԿՊ-ին ուղարկեն պատմության աղբանոցը։ Բայց դուք նշում եք, որ քաղաքացիները հիասթափված են, արդյոք այդ հիասթափությունը կթողնի, որպեսզի նրանք կան եւ մասնակցեն ընտրություններին։ Միանշանակ դա մեր բոլորիս գործն է, ովքեր իրենց ընդդիմադիր են, իրական ընդդիմադիր են համարում, իրենց համար թանկ է Հայաստանի Հանրապետությունը, Երևան քաղաքը, ովքեր ընդդիմադիրներ չեն խաղում տարատեսակ հարցերի շուրջ, այսպես ասենք, պետք է այո, ամեն օր 24 ժամ աշխատեն երևանցիների հետ, ես Երևանի համար եմ ասում, որ երևանցիների խնդրեն համոզեն դուրս գան ընտրության, շատ մասնակցության արդյունքում նրանք խայտարակ պարտություն են կրելու, ոնց որ կրել են 23 թվականին։ 23 թվականին ԿՊ-ն չի կարողացել իշխանություն ունենա, ԿՊ-ին օգնել է հանրապետությունը, Արամ Զավենի Սարգսյանի գլխավորությամբ էլի չստացվեց եւ վերջում ԿՊ-ն Երևանում դարձավ քաղաքապետ Դոգի շնորհիվ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Դոգի քաղաքապետն է։ Նշանակած։ Շնորհակալ եմ շատ, պարոն Ստեփանյան։ Եվրոմեդիա 24-ին կարող եք հետևել նաև Instagram-յան, Facebook-յան, Telegram-յան եւ YouTube-յան հարթակներում, շարունակեք հետևել մեզ, կհանդիպենք։